լսեք Խաչիկ Արենցու երգերը, որովհետև շրջապատված այս է սիրուն մարդկանցով։ Գեղարքունիքի մարզ գալու պատճառն է շնորհավոր քո 70-ամյակը սերը Հայրիկի հանդեպ։ Ոսկի ասա, ոսկի սերը Զոնքաշ Հայրիկի հանդեպ։ Բապ չէ, ամեն ձևի պաչի։ Իսպանիայից միշտ այսքան սիրով լինեք բոլորը։ Դստեր ընտանիքի կողմից գնում ենք շնորհավորենք Հայրիկի ծննդյան օրը եւ ռոմանտիկ հանդիպում եք ունեցել Սևանի ափին։ Փեսան, Սամվելը, փեսաչերը լինի։ Դուք էլ ծափեր եք տալի, եթե Զոնքաշ Հայրիկի համար մի գեղեցիկ առողջ լիներ պակրամակուր քունջ չասել տանենք դայն։ Հələ այնպես որ Զոնքաշ Հայրիկն էլ Էդիկ քունջ ունի ստանալու։ $10,000 հոտա գալի, հա։ Հետաքրքիր է լինելու անակնկալ է ներքին գետաշենում։ Հասմիկը, Արքո բաժին բլինչիկը։ Կարող է պատվիրել անգամ Ամերիկան։ Ընկերներ, կրկին հատում ենք Վայոց Ձոր Գեղարքունիք սահմանը եւ այստեղ այս ալպիական տեսարանն է։ Չքնալերներին բազմել է գյուղը սինավորց Պապերս երգրից գաղթել են, եկել են վաղուց Տուն ու տեղ են շենացրել Տերը մենք ենք, մենք հայերս Այդ հզոր գենն է այս լեռներին նայողը ու լեռներից օգտվողը Գիտեք այս առաջին հայացքից 4 թվացող լեռներում ինչքան դեղաբույսեր են աճում Ինչքան սննդարար բույսեր են աճում Եվ հենց դրանք առողջարար են և կյանք երկարացնող բույսեր Որ կարող ես գալ, վայելել լեռների հոտը, համը և իհարկե հետդ էլ տանել, պատրաստել, հյուրասիրել ընկերներին։ Եվ ենց այս հայրենասիրական նոտայի վրա այսօր մի տարբերվող օր ենք ունեցել, տարբերվող հանդիպում, ուզում եմ դրա մասին խոսել իմ շատ լավ հետևորդների հետ և եկեք ինձ օգնեք այդ հարցում։ Հանդիպել եմ Խաչիկ Արենցուն, նախ ասեք ով է ճանաչում Խաչիկ Արենցուն Նա հայրենասիրական երգերի ստեղծող և նոր աղբյուր է հայրենասիրական երգերի։ Նա գրում է տեքստեր, երաժշտություն է մշակում և իհարկե մատուցում է մեզ։ Նրա ավանդը հայի գենում շատ մեծ է և ցավն այն է, որ կարծես թե նրա երգերը այդքան շատ չեք լսում, ինչքան որ պետք է։ Կխնդրեի, ով ծանոթ չի ծանոթացեք մանավանդ մեր դրսի ապրող հայեր, լսեք Խաչիկ Արենցու երգերը, որովհետև դրանք նոր հայոց շունչն են և Խաչիկ Արենցին շատ մեծ ապագա ունի, նա արդեն ունի այդ ապագան, բայց ես վստահ եմ, որ նա շատ մեծ անուն է ձեռք բերելու, հիմա էլ ունի, բայց կրկնում եմ ավելի մեծ, որովհետև նա դրան արժանի է, այն քիչ երգիչներից է, ովքեր երգում են այս դարում հայրենիքի մասին, ընկերության մասին, սրբության մասին և շատ խելացի բառերով ծանոթացեք նրա մտքի գոհարներին իր իսկ կատարմամբ։ Իսկ հիմա մի փոքրիկ հատված մեր Խաչիկ Արենցու երգերից։ Երզերումցու արյուն է մեր երակներում հոսում Պապիս պատմած երգիրը մեզ է սպասում Սիրելի հետևորդներ, անուշախվերներ, քույրեր, նայեք, Արմաղանն է, Արմաղանը դեռ ձնածածկ է, ով ունի միտք այնտեղ գնալու, դեռ ժամանակը չի, սպասեք, որ գա տաք օրեր, որ այնտեղի կլիման լրիվ չոր լինի, որպեսզի հնարավոր լինի մեքենայով բարձրանալ այնտեղ, իսկ ով սիրում է ոտքով բարձրանալ, հենց հիմա էլ կարող է գնալ այդ փորձությանը, բարձրանալ, զգալ վեհությունը և ուժը Արմաղան լեռան։ Այսօրվա մեր Գեղարքունիքի մարզ գալու պատճառն է սերը Հայրիկի հանդեպ, սերը Զոնքաշ Հայրիկի հանդեպ։ Բա, այդտենց փառը իրավիճակ է Իսպանիայից դստեր ընտանիքի կողմից գնում ենք շնորհավորենք Հայրիկի ծննդյան օրը եւ Փեսան, Սամվելը, փեսաչերը լինի, եթե Զոնքաշ Հայրիկի համար մի գեղեցիկ մաքրամաքուր քունջ չասել տանենք դայինք, այնպես որ Զոնքաշ Հայրիկն էլ քունջ ունի ստանալու։ Հետաքրքիր է լինելու անակնկալ է ներքին գետաշենում, իսկ աչից մարգագետիններն են ալպիական,
որոնք դեռ նոր են սկսում կանաչել, բայց հենց կանաչում են, հավատացեք, սրա նման գեղեցիկ տեսարան շատ քիչ տեսած կլինեք։ Եվ նկատեք, որ լեռների վրա դեռ ձյուն կա, եւ դա այն մարդու համար եմ ասում, ով ապագայում այստեղ այն բիզնեսով է զբաղվում, որը ես ասել եմ։ Ինչ է, լեռնադահուկային սպորտաձևերի զարգացման հիանալի տեղ։ Այս հատվածը ես այդպես եմ տեսնում։ Իսկ ես մի քիչ հեռատես եմ, եթե տեսնում եմ, մի օր դա լինելու է։ Այնպես որ հարգելիս իմացի մինչև ապրիլի վերջ սարերին ձյուն կա ու բավականին հաստ շերտով, այսինքն սա մոտավորապես 6-7 ամիս կարող է մեզ այդ սպորտաձևը ապահովել։ Տեղանքը թույլ է տալիս։ Էլ բնության մասին չխոսեմ։ Հրաշք ուղղակի։ Տեսեք, նկատենք մարդիկ կան դաշտերում, եկել են իմ ասած բարիկներից օգտվել։ Զում արագ երևա, Վարդան կխնդրեի։ Այստեղ աճում է արիջա։ Արիջա տեսակի բանջարը։ Չէ, բա ինչ։ Արիջանը, դա շփրտուկ է։ Շփրտուկ, այո, շփրտուկն է աճում, սա արիջա տարածքն է։ Ասում է արի ջան, արի հավաքի տարկեր, ընտանիքով նստեք անուշ արեք ամբողջ ձմեռ։ Ժամանակին, երբ որ սառնարանային բիզնեսը այդքան չէր զարգացել, ջերմոցային բիզնեսը չէր զարգացել Հայաստանում, հավատացեք, մեր ձմռան ուտելիքը սարերից էինք հավաքում, չորացնում ու ձմռանը վայելում, արդար մաքուր սնունդ էինք ուտում, դրա համար առողջականներս լավ էր։ Հիմա է որ ինչ ասես ուտում ենք, չգիտենք էլ ծագումը։ Բայց ամեն դեպքում շարունակեք լավ ապրել, բարի եղեք ու դրականը միշտ նկատեք, որովհետև հենց դա է մեր կյանքը լցնում լավ հուշերով։ Լավ ապրեք բոլորդ եւ միշտ չէ որ լավ ապրելը նկատի ունեմ ֆինանսապես, ուղղակի հոգեպես լավ եղեք, ձեզ լավ պահեք, ձեր հոգին մաքուր պահեք, որպեսզի ստանաք կյանքի նվերները։ Գնանք։ Արմաղան լեռ բարձրացանք, կա տեսանյութը մեր տեսանյութերի մեջ կարող եք գտնել եւ Արմաղան լեռը կարծես գտնվավ մեր հոգիներում եւ կամաց սիրահարվեցի Արմաղան լեռանը, ինչպես նաև ամբողջ Հայաստանին։ Ընկերներ, եթե նկատած կլինեք, մենք փորձում ենք ձեզ հայրենաճանաչություն նկարելու, ցույց տալ, որովհետև մի պարզ կանոն կա, եթե ուզում ես հայրենասեր լինել, սկզբից պետք է ճանաչես հայրենիքդ։ Դրա համար հայրենասիրության առաջին քայլերից ամենակարևորն ու բաղկացուցիչը հայրենաճանաչությունն է։ Պետք է ճանաչես քո հայրենիքի ամբողջ արժանինքները, առավելությունները, որպեսզի հասկանաս ինչի համար սիրես։ Չէ որ ուղղակի ասելով սիրիր հայրենիքդ ոչինչ դուրս չի գա։ Պետք է ճանաչես հայրենիքդ, ամեն մետրը, ամեն տեսարժան վայրը եւ նրա գեղեցկությունը։ Չէ որ ոչ ոք չի սիրահարվում տգեղ բաներին։ Բայց մեր հայրենիքը գեղեցկագույնն է ամբողջ աշխարհում։ Նա ինչ սիրուն է, լիճ է ձևավորվել ձնհալից, որը ահագին ժամանակ այսպես կմնա, հետո կցամաքի, որովհետև սա է մեր բնությունը, այսպես խաղեր է տալի մեր հետ։ Չի ուզում որ միշտ նույնը տեսնենք, հալալա։ Մարդն էլ պետք է այդպես լինի։ Անընդհատ նոր ու գեղեցիկ բաներ ցույց տա։ Շեշտում եմ գեղեցիկ, որովհետև շատ մարդիկ այդ ասածից մեջ ու առհասարակ այդ դրամաբանության մեջ հասկանում են տարբերվելը անկապ բաներ, որը որ վնասում է մեր հայրենասիրությանը, մեր հոգիներին։ Դրա համար հենց սկզբից խոսեցի Խաչիկ Արենցու մասին, որովհետև այսօր մենք ունենք շատ ու շատ մարդիկ, ովքեր չեն անում հայրենանպաստ ու հայրենանվեր գործեր, բայց նրանց ավելի շատ մարդ է լսում, քան Խաչիկ Արենցուն, որակով հայրենասիրական եւ հայրենաճանաչողական երգերը մեզ մատուցում։ Չի մոռանում մեր անցյալը իր երգերի մեջ եւ բավականին բովանդակալից ներկայացնում է իր գրչով։ Շեշտում եմ, այսօր շատ քիչ հայրենասիրական երգիչներ են մնացել, ովքեր իրենց երգերն ունեն, իրենց ձեռագիրն ունեն, իսկ Խաչիկ Արենցին ունի։ Եվ խնդրում եմ, որպեսզի անպայման ով էլ չի լսել, ով չի հետևում, մտեք լսեք, վստահ եմ, որ շատ եք հավանելու Խաչիկ Արենցուն։ Ես հիմա ինչ եմ Խաչիկ Արենցի ասում, որովհետև ես ու Խաչիկ Արենցին բացի նրա գործը գնահատելը, նաև նույն մարզից ենք։ Նա Արենից է, ես էլ Վերնաշենից, Վայոց ձոր։ Եվ մենք Վայոց ձորը փորձում ենք լավ ձևով ներկայացնել, որովհետև Վայոց ձորի մարդիկ շատ լավն են։ Վստահ եմ, ում ճանաչում եք, դուք էլ կհաստատեք։ Մի քիչ ինքնագովքով զբաղվան ջոգիչ, որ էսի չարի։ Ուժեղ էր, չէի սպասում, այդպես տեխնիկայի
իմ կողմից։ Եղանակները բացվեցին, մեզանից անվրեպ է մնում Սևանաթագուհին ու Գեղեցկուհին, ապա նայեք ինչ կապույտի մեջ է նա, և իհարկե չմոռանանք մեր ծիծեռնակասարը, որը միշտ մեզ դիմավորում է նայելիս մենակ լավ էմոցիաներ են։ Այ քեզ ծիծեռնակ, դու գարնան սիրուն թռչնակ, գարուն է, դեպի ուր ինձ ասա, հանկարծ տեղից չթռնես, դու մնա միշտ այնտեղ։ Մուտք են գործում Գեղովիտ գյուղ ընկերներ։ Գեղովիտը Պայեզորից գալուց առաջին գյուղն է, որ դիմավորում է մեզ։ Իր գիրկն է կանչում։ Չէ, այն կողմը դե գիրկը չենք մտնում, Վարդան, ստեղ ենք առաջի ծոց մտնել, ստեղ անում։ Մտանք գյուղի ծոցը։ Հիմա ես հիշեցի մի անգամից այն բանաստեղծությունը, որտեղ ասում է եւ հենց այստեղ է բարձրիկ Սևանում երկինքը իր ճիշտ պատճենը հանում։ Սա խոսքեր են, որ դարերով կգնա, ինչքան լինի Սևանը, այնքան այդ խոսքերը կլինեն։ Համաձայն եք, եթե համաձայն եք, լայքեք։ Ինչի եք սպասում, լայքեք, պարտադիր, մեր տեսանյութերը լայքեք, որպեսզի մենք ոգևորված գործ անենք, թե չէ ոգևորվածությունս փոքր ինչ պակասել է լայքերի սակավությունից, ընկերներ։ Հայոց աշխարհը գեղեցկանում է գնալով, գեղեցկացնում են մեր հայորդիները, ամեն մեկս մեր չափով գեղեցկացնում ենք, հզորացնում ենք և մեր դեմը խաղ չի լինում, դառնում ենք Վանդամը ու քշերում ենք սաղին։ Վանդամի կինոներ տեսել եք այդ ենք։ Մուտք ենք գործում ներքին Գետաշեն և այստեղ ունենք շատ գեղեցիկ անակնկալ։ Հիմա մտ Վահագն եղբորը զանգենք, հա։ Վահագն եղբայրը մեզ պետք է դիմավորի ու հասցնի օջախ, որտեղ հիմա նշվում է ծննդյանոր։ Ներքին Գետաշենի ճանապարհներն են, ընկերներս։ Շատ են գալիս ես վերջերս ներքին Գետաշեն։ Ներքին Գետաշենը ակտիվացել է մեր եթերում։ Վահագն, բարեկամս։ Բարև աղբեր ջան։ Հազար բարին, ես մուտք եմ գործում ներքին Գետաշեն։ Ահա։ Դու գիտես տորթը որտեղից պետք է վերցնենք։ Վերին Գետաշենից։ Վերին Գետաշեն պետք է հայլենք, իշնենք մի խոսքով։ Դե այսինքն հելեմ Վերին Գետաշեն, այդ ոնց իմանամ որտեղից եմ վերցնում։ Դու բասանաս ուղիղ Արսանաս աղբերս համարել Վերին Գետաշենի վերջն է։ Բացատրեմ, ամեն քեզի դիմավոր են աղբերս ընդ է։ Բայց անակնկալը պետք է գանք ներքին Գետաշեն, չէ։ Հա, աղբերս։ Դե ելնենք տորթը վերցնենք գանք, բարեկամս, մեծ տորթ, հա։ Ոսո աղբերս, հա։ Ընկերներ, Գետաշենա նկարահանում պետք է անենք հիմա, Գետաշենով ենք որոնելու տորթի տեղը, գտնենք իշնենք ներքին Գետաշեն, Գետաշեններում այսօր ահագինման ենք գալու մենք, ով կարոտել է Գետաշենը, նայեք տեսեք ինչ է կատարվում,
Փոփոխություններ։ Անցած անգամ քանդել էին, որ սարքեն, չէ՞ ասֆալտը Վարդան։ Տեսնենք սարքել են։ Կարկատանների սեզոն էր անցած անգամ, տեսնենք ուր են հասցրել։ Մեր տեսանյութերի մեջ հայրենիքը կամաց կառուցվում է։ Միտեղ ասֆալտ են անում, միտեղ դպրոց են սարքում, միտեղ տուն են սարքում եւ ամեն ինչ ուղղակի հիանալի է։ Ներքին Գետաշենի անուշ աղբերներն էին բարևին։ Հանկարծ որ տենակ վիդեոն աղբերներ, մատ գերեք որ տեսել եք։ Իմանանք ինչ աստիճանի հետևողական եք մեր տեսանյութերին։ Ով կճանաչի զանգեք ասեք թող իմանան, նայեն տենան սիրուներ կադրը։ Տատիկը նստել է իր համար ծերությունն է վայելում։ Ներքին Գետաշենից բարձրանում ենք Վերին Գետաշեն, իսկ Վերին Գետաշենից մոտավորապես մի 4 կիլոմետրի վրա գտնվում է Մադինա գյուղը։ Մադինան Արմաղանի պահապանների գյուղն է։ Արմաղան լեռան ստորոտում ծվարած գյուղն է Մադինան։ Նկատենք, որ այստեղ մեր հայրենակիցները մեծ լենուբոլ տներ են սիրում։ Դրա համար էլ տներս էս մեծ են, էլի, ընտանիքները մեծ են, այսինքն դա լավ նշան է, նշանակում է հայրենանպաստ գյուղեր են այս գյուղերը ու առհասարակ Գեղարքունիքի գյուղերը մեծ են տները, մեծ ընտանիքներ են այստեղ մեծացել ու մեծանում, մեծ գերդաստաններ եւ ստեղծարար մարդիկ են ամենակարևորը, իսկ ստեղծարար մարդը ուզի բարի է լինում, կամաց կալոտկեքի սվոցով գնում ենք դեպի Վերին Գետաշեն, թեկուզ արդեն Վերին Գետաշենում ենք, նոր անցանք աֆիշը, արդեն ինչպես նկատեցիր, դու նկատեցիր, չէ՞ որ անցանք։ Ուղղակի Գետաշեններում պարկած խոչընդոտները, արգելագծերը շատ են մի քիչ, մեքենա են թափ տալի։ Ես ուղղակի սիրահարվել եմ այս գործին, ամբողջ Հայաստանով ամեն օր շրջում ենք ու նորություններ ենք տեսնում, Հայաստանի բնականոն շնչառությունն ենք զգում, նման մարդիկ մեկ էլ առաքիչներն են, որ մեքենաներով ապրանքներ են տանում խանութները, բայց ի տարբերություն մեզ նրանք մի գիծ ունեն, իսկ մենք ամբողջ Հայաստանով ենք շրջում, որտեղ մեզ ուրախ են տեսնել, այնտեղ ենք, ընկերներ մենք եկանք տորթի հասցել, որ թողեն կմտնենք բակը, բակ ենք գնում, ահա, մտնում ենք բակ, բավականին նեղլիկ է բակը, բայց մենք մտնում ենք, փողը վերցնում ենք, տորթը հետո վերցնում ենք ու գնում ենք, բարև ձեզ, ինչպես եք, դուք եք տորթը ստեղծագործել, ես ձեզ, ասել եմ, որ տամ ձեզ ես կանը։ Այդ ծանր տորթը։ Ծանր, մեծ, չեն ասել, 2 հարկանի մեծ տորթ, բայց ես ոնց եմ անակնկալ անել դրանով։ Ոտներս խելք լինի։ Նա է սիրուն տորթա, ու սա Վերին Գետաշենում։ Վարդան սևանալու ես։ Ընկերներ մենք վերցրեցինք տորթը և իմ դեմքից պետք է հասկանաք, որ մի բան այստեղ այն չի, իսկ թե ինչ է, հեսա ցույց տամ, հեսա։ Վարդանը վերցրել է տորթը, ասեմ տորթը ահագին սև տարեր ունի, դրա համար ձեռերս սենց սևացավ, էլի։ Բանա, թիթից տորթա։ Գնում ենք, շնորհավորենք հայրիկի ծննդյան օր։ Այս տորթը ներքին Վերին Գետաշենից վերցրել ենք, ինքը բարձր է, պետք է իշխացնենք ներքին Գետաշեն։ Ջոգի, լավ եք։ Լավ, անուշ ախպեր, Լև ջան, լավ մնա դե, կապի մեջ, Լևը մեր երկողներից էլի մեկ հետներս մասնակցում է անակնկալներն են, որ լենգել խարկները դնում են, երգում են, Երևանի սիրուն աղջիկը, այդպես բաներ անում մեր Լևը։ Մոստի վրա եմ էլի հիմա։ Մոստը ասնում ես, աղբերս գալիս ես աճի վրա, որ արդեն ճանապարհ ցախատանով աճի վրա գերեցիկ է։ Դե գերեցին անցի, արդեն Մի րոպե, մոստը անցնում եմ ինչ ուղիղ գալիս եմ, թե աճ եմ անում։ Չէ, մոստը անցի ուղիղ գալիս ես, գլանի ճանապարհով դու արի աղբերս։ Հա, գալիս եմ ուղիղ։ Հիմա մի անջատի, որ արդեն վերջնական գանք հասնենք ձեզ աղբերս։
Ձեկ նստենք սեղան։ Կապույտ տրակտրա գալի մեր վրա։ Հասար աղբերս։ Այս կռու, եկեղեցին տեսա աչի վրա, աղբերս։ Գարի աղբերս հետ հաջորդ աճը, ասվալտի ճանապարհը դիկա Բարսանը։ Այս եկեղեցին անցնում եմ նոր, չէ։ Անցում ես, հա, անցնում ես։ Անցամ, հա։ Ներքին գետաշենում շատ են խանութները, լիքը խանութ կա։ Մեր գյուղով աղբերս։ Սա խանութ է, աղբեր։ Որ շարունակես գնալ դեմարտունու կողմի 20 բան սուպերմարկետ դենաց։ Հա, Մարտունու կողմից եմ եկել, տեսել եմ սա, աղբեր։ Զարմացած ու ապշած եմ ներքին գետաշենի հարստությամբ, այդ ինչքան փող ունեք, աղբեր։ Շատ։ Այստից աչ եմ անում, աչարի մի հատ է խանութ կա, ուղղակի փակ է։ Չաշխատող է։ Հա, դու ինձ տեսար բարեկամս։ Կայնի աղբերս, կայնի։ Դուր ես։ Ես ես դիկից աղբերս նա։ Չասարով ես գալի։ Հա։ Բայց իջնում ես ինչ անենք, ստից ելնենք։ Մեր չտեղ կա։ Մեջը մի քիչ խառն է, աղբեր։ Ես կգամ էլի, կգամ դու 60-ի Ես ես աղբերս բարձրացրեմ աղբերս։ եկավ աղբերը, նայ, եկավ, նայ։ Արև ծեր։ 1000 բարին, աղբեր։ Աղբեր, լսի, ես մասը կարաս մի ձև նստես, բայց Ախպեր, Հələ ես ինչ եմ ասում։ հա, Սենց ասֆալտով պարսանում եք առաջի կան, ասֆալտը նորից աճ է բերում։ հա, Լրիվ աճով նեղ փողոց, ասֆալտից փողոց է։ Լրիվ աճով գալիս եք։ հա, ընդ է արդեն վերևում Հենց կհանդիպենք։ հիմա սենց ինքը աճ է տանում ասֆալտ, հենց իրար աճ տարավ ու լրիվ աճով նորից ասֆալտ է։ Всё, Իշտում է նորից ներքև։ հա, Այդտեղով իջեք, ես գնում եմ այդ ցեստը։ լավ աղբեր ես, լավ։ Գնում ենք, հասնենք Սամվելի աներավան, այո, Սամվել, բարեկամս, մալադեց, հետ ինչ ուժեղ տորդ է զակաստվե աներու չետ համարել, եստեն նա իշ սիրում է, ոսկի աղբեր, ոսկի, ահա, մաստից աչը նա իրա բացատրած, ճիշտ է, լրի, եսի չի է, այսի հայատ համտնում չիլնի, ներքին գետաշենի ինկերներ, ով կարոտել է ներքին գետաշենը, սա ձեր պահն է, նայեք, տեսեք, որը ինչ սիրուն է, հլնդ է։ Հիմա վեցով կետանք, այսպես կետանք, այս աստայից աչ ենք անում, աչույեմ, բրատ отсюда, надо աչից, ահա, աչինք, ուղիղ գնացինք, հա, այսպես գնացինք, իջնում ենք, ասվալտապատ, գեղեցիկ, աթարապատ, վերևը պատը, տեսեք, իշ գեղեցիկ է ամեն ինչ է, գյուղական կոլորիտային միջավայր, իջնում ենք գնանք, հրաշք, ստից ինչ, ստից չենք կարա, թե կարանք, Չի բակա, հա բակա, բակ է, խորովածի հոտ է գալիս Վարդան, զգում ես, ներքին գետաշենում խորովածի օդն է հայոց, ստից աչ, հա բա, աչ չենք էտ հա, աչ ենք անում, ասաց դուրս կգամ, տենանք ուրա մեր ընգերը, ծուխն էլ երևաց արդեն, ասում հա, ծուխը առանց կրակ չի լինում, բայց արի ու տես, որ լինում է, հասանք արդեն տեղ, օջո, ես իշխարնա, սեզ որ ետանք, ստիս եթե տեղելա, որը չտենան մեզ, չտենանք, սուս, լով կակո էր գերած, տեսա, լով կակոն, որ դեդնեմ ստե, Անում բան չեմ ճշտ է, գնաց մեր աղբերն է, բաց է, բարև ձեզ, ոնց եք, որ չի լսում հոբելյարը մեզ, անունը, հարցերում, ասում եմ դստեր ընտանիքի կողմից, Սամվելի և
Սոսի, սոսե, սոսե, սոսի, 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 Սամվել ասիր, Սամվել սոսի, բանը չէ, Օբելարյանն, Արծրում Սամվել սոսի, մի րոպե, Զոքանչ Մայրիկյանն է, Զոքանչ, Կարինեն էլ իսայն, Արծրում Կարինը, Սամվել սոսի, ընկերներ, մենք ներքին գետաշենում ենք և իմ ձեռքերում հենց հիմա կհայտնվի այս վիթխարի տորթը, կոնյակը մոռացել ես Վարդան, ապրես։ Ինչ ես խոսում, վրդոք։ Ապրես, որ մոռացել էիր կոնյակը, բայց ես ճիշտ պահին հիշեցրի։ Հիմա, այո, մենք ուղղակի սև մասերից բռնեցինք տորթի, տորթը նաև ոսկի մասեր ունի, ընկերներ չմոռանանք, գնացինք, սա ինձ համար մի տեսակ փորձություն է, գնանք Երանի, թե սեղան ճարեմ արագի մեջ, չէ Վարդան, սեղան ճարեմ, որ դնեմ սեղան նախ պետք թե չէ, ավելի շատ հիմա մտածում եմ ես ոնց չգցեմ, կան որ սեղան կա, դաշտամուր է դաժե բարև ձեզ, հարգելի հավաքված ընկերներ մի հատ Նորից տարին գլորվեց, ծնունդի դմոմեր վարվեց, վարդում է կական համար, բարով է կարտարեդաց, նորից տարին գլոր Ուր է մեր պարոն Արծրունը, մեր մեծ աղբերը, որտեղ է նա? Շնորհավոր քո 70-ամյակը մեծ աղբեր, հələ կան էլ տենամ ես ոնց եմ տեղավորում, առաջուց տեղավորեմ նոր սկսեմ խոսալ։ Ահա։ Տորտը դրել եմ ծափ տվեք, չեմ քցել։ Շնորհավորում եմ մեծ աղբեր ծննդյան տորը, բայց հիմա գիտես ինչ ենք անելու։ Մի հատ երազանք կպայես, մոմեր կփչես, հետո պետք է առաջանաս։ Մի քիչ գազ ստե։ Կլինի։ Պայմանավորվեցինք։ Դե վառում եմ մոմերդ, պարոն Արծրունի բոլոր երազանքները կատարվելու են, այսօր քո 70-ամյակն է և 70,000 անգամ քեզ սիրում եմ բոլորը, բայց ես եկել եմ մի երկու հոգու կողմից, դե երազանք պայվ չի, արի մեր մոտ։ Միշտ ես որդուտ ներել իմ հայրիկ, սխալներ եմ արել, միշտ ես որդուտ ներել Ոսկի ասա, ոսկի, դու էլ ես ոսկի մարդ դրա մարա տենց, դե արի կամաց արի, դուք էլ ծափերը տեղը պահեք, իհարկե տարեդարձ է այսօր, երկեք, Ցե այսօր, այ հիմա մի հատ սեզ բարևեմ, բա ուր է կինդ մեր տիկին Կարինեն, ուր է նա? Տիկին Կարինը, ճիշտ եմ հիշում ձեր անունը։ Ծափերը տվեք ես սիրուն զույգի համար։ Հələ մի հատ հələ առած ծաղիկ բան մատ կարած պաչես, հաստատ կարած, կարած չեմ հատ պաչես։ Կնոքս, անձի չէ, կնոքս, մտ պաչ է էլի։ Չէ, պապ չէ, ամեն ձև։ Երբ ես ապրում եմ քո սիրով, հրապուրված, դու մի աղջիկ ես մեկնեսով, իր բարի աչքերով, տարավ ինձ երջանիկ բախտի Հիմա կասես որդից իմացա, չէ որը իրար շատ ենք սիրում։ Ռոմանտիկ հանդիպում եք ունեցել Սևանի ափին, այդ պահի պապարացիները ձեզ նկարել են։ Տեսել ենք ձեզ մենք այդ պահին, տեսել ենք հերիք չի, մի հատ էլ այդ պահի վրով ձեզ բերել ենք, ձեզ սիրուն, հավեսով, կոնյակ, հələ տեսեք ովքեր են, հələ վերցրու, ես քո նվերն է։ Հիմա ես պատմեմ անակնկալ արողների մասին, թե դուք ասեք ով կլնեն։ Հələ ասեք ով կլնեն, ովքեր են նրանք, որ ձեզ շատ են սիրում։ Գավառյուն ծնողներին։ Այս աշխարհում շատ հանգ ես ինձ համար, հայրիկ կյանքս կտամ քեզ համար, այս աշխարհում շատ հանգ Բայց ես ուզում եմ լսեմ, հələ ասեք էլի։ Դու գիտես ով ավակ է, հա? Էսի ծով է, ծով։ Ծովը նա։
Սևանած օրնա։ Բա սաղասին սոսին, մերոպ է, չէ է շելապ։ Բա մեր Սամվելը շատ է սիրում ձեզ, շնորհակալ է ձեզ իրան սոսի տալու համար, դրա համար, հենց այս պահին, հլը տեսեք իր սպիտակ սիրով է ձեզ նա սիրում, աննաղարդ ու մաքուր, տալիս եմ մեր մեծ աղբորը, հիմա, են որ նոր պահաչիր է, մտ ավելի սենց, յոգիր, տնես հապեսով էլի, հա, նվիրում ես ու գրկում ես, հա էլի, կյանքը տակ արևով ու անսահման սիրով Ես ինձ սիրունիկ ես հարևաշող լույս աղջիկ ես Խանգարես նորմալ չերևաց, էլի նադու արի, այս ես հելը ծած պահի նոր պահի Դες ծաղակը ծած էր պահի, որ երևա այդ պահան Չէ, ծաղակ Հա, ոպշամ էլա Բոլորից մաղթում եմ, որ այսքան իրար սիրեք, երմա, որ շատ են սիրում Դու անսահման գեղեցիկ ես, մի վարկյանում սիրեցիկ ես Երջանիկ երազի պես Եկել է օրային Կարոս լինեք, սոսին ձեզ շատ է սիրում Ենքան շատ է սիրում, որ այդ սիրով Սամվելն էլ է վարակվե Երկուսն են ձեզ շատ են սիրում, առողջ լինեք, լավ լինեք, որ 100-ամյակիդ էլ գամ Հլը տորթը ինչ տորթ են բերեն, կյանք երկարացնող տորթը, հա Ես գիտես որձից են բերե Չէ Վերին Եղեգնաձորից, Վերին Գետաշենի Եղեգնաձորից, Վերին Գետաշենից բերել եմ, հա Զենքան էլ բարդ էր Ես արդեն հասկացա լրիվ Հա, լրիվ զգացիր այդ պահերը Դե առողջ լնես, լավ լնես, ձեզ շատ են սիրում Ձեզ էլ են սիրում, հա Որը տես լավ ծափեր տվեցիք Հլը ինչ, հլը ասա Չէ, դու գնա նստի էլի, տղեկով առանձին նստացեք Դե, տիկին կարին է, դու գնացեք աղջիկների մոտ Գնացեք, մենք տղաներով ստենք Ուրա Ապեր Հյուրասիրվի եք, ես ինչի Ես պրոստը խփելու եմ, ես խփող եմ, էլի, սենց խփենք, ծնդը շնորհավոր լինի, առողջ լինես շրջապատված այս է սիրուն մարդկանցով։ Ոտներս խերով քո հաստատություն։ Բարով ես եկել Դե դու ասա հիմա։ Հիմա արդեն հենց ծովը տեսա, ասիր Սևան փան, բայց ես պատկերացրի միջերգրական ծովը։ Հա։ Հա։ Ու այդ նամյո կարի։ Իսպանիայի կողմից, չէ՞, բայց Իսպանիայի ափերը ողողով միջերգրական։ Բարսելոնա, հա։ Հա, այդ մոտավորապես $10,000 հոտ է գալի, հա։ Ես լրի պատկերացրի, ուրեմն խնամի բարեկամ Էդիկն է, իր տիկին Հասմիկն է։ Այ ապրես այդ որ ասիր, էդի ասել էին որ ասեի։ Խնամիների կողմից էլ է, հա։ Ու մնացած ընտանիքի անդամներն է, բոլորի շնորհակալ։ Խնամիների անունները նորից ասա, ինձ ասել էին որ ասեի։ Խնամի Էդիկը, Էդիկ, Հասմիկը։ Հասմիկը։ Էդիկ Հասմիկ, իրանց կողմից էլ էր, մոռացա ասեմ, պրոստը սեր այնքան շատ էր փեսա անել։ Բայց չեմ ասում, իրանց կողմից է հաստատ։ Դե վсё, այդ աչքից դու ասիր, որ այդ միջերկրական ծովի պահն էլ իրանց կողմից է, հա։ Դե լսան, հաստատ լսան, այտենց էլ լինելու է։ Դե Անուշարա, դու խմի ես նայեմ։ Շնորհակալ եմ, որ հիշել են, հատել են, հարգել են, որին շնորհակալություն եմ հայտնում։ Իրանք էլ քեզ են շնորհակալ լավ աղջիկ իրանց տալու համար, որովհետև այս ամեն չնդից է ձևավորվել։ Շատ շնորհակալ եմ։ Դե ընկերներ, խմեք, ես չեմ խմում, դուք խմեք, Անուշարեք։ Հա։ Բանա, ես բլինչիկ եմ սիրում։ Վարդան դուք ուտես բլինչիկ։ Հա։ Ասում հա։ Դե ձեզ բարի ժամանց, արքո բաժին բլինչիկը։ Ձեզ լավ որ, մենք գնում ենք, դուք մնում եք։ Գնացինք։ Հիմա ներքին Գետաշենից ընկերներ մենք մի անգամից գնալու ենք Արմավիր Հոկտեմբերյան սպասեք գալիս ենք։ Ախմեր դե արմի ծավը տամիներ, օկելես ավել պակաս այսքան տեղ բերինք հասցերինք
Սա մի հաշվեր հայկական Կարող է պատվիրել անգամ Ամերիկան Ռուսաստանը կամ էլ Եվրոպան Հայերը ուժեղ են սաղ աշխարհով կան Ես ձեզնից մեկը տեղս ցիկ